Սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագրի տաղավարում հրաշալի մարդիկ են։ Դրանցից շատ-շատերը կարող են ոգեշնչման օրինակ ծառայել ձեզ համար, երիտասարդության համար այս պարագայում, որովհետև երիտասարդ, գեղեցիկ, ուժեղ, սեփական միտքը զարգացնող մարդ ունենք տաղավարում։ Տեղին է հիշել Արամ Իսահակյանի խոսքերը, նա ում անունն է անի, նա է հույսը Հայաստանի։ Սիրով ներկայացնենք մեր հյուրին, Անի Մախուդյան, երիտասարդ գործարար, նա ընդամենը 23 տարեկան է, բայց Անեոնի հիմնադիրն է, բարի լույս։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ հրավերի համար։ Բարի լույս, մեր տաղավարում կամ Անի են, կամ գյումրեցի են։ Ես այդպիսի հետևողականություն տեսնում։ Իմ դեպքում գրեթե երկուսն համընկնում են։ Ուղղակի ոչ ամբողջությամբ գյումրեցի եմ, այլ Գյումրիում ապրել եմ 17 տարուց ավել։ Բայց արմատներ չունեք, Արմատներով ոսկեպարից եմ։ Ազգանունս Մախսուդյան, հրաշալի, հրաշալի։ Դե Գյումրու այդ կապը մեզ մոտ միայն ողջունվում է։ Դե պատմեք երիտասարդ բիզնեսվումեն, այդպես դիմենք։ Այդպես այդ կիրառության մեջ մտել է։ Որն է դարձել ձեր գաղափարը, որը վերածել եք բիզնեսի։ Նախ նշեմ, որ մինչև իմ բիզնեսը հիմնելը աշխատել եմ տարբեր մարքեթինգային ընկերություններում ու հենց այդտեղ է ձևավորվել այն իդեան, որը որ իրագործել եմ նաև հենց հիմա, արդեն 3 տարուց ավել է ինչ ընկերության հիմնադիրն եմ։ Իդեան շատ ավելի խոր ուսումնասիրության եմ ենթարկել կարանտինի ժամանակահատվածում, երբ որ քննական շրջանից դուրս եկա ու սկսեցի արդեն իմ իդեայի վրա ավելի խոր ուսումնասիրություններ կատարել, հենց այդ ժամանակ Գյումրիում էի եւ ընտանիքիս հետ էի ապրում եւ հենց այդ ժամանակահատվածից սկսած արդեն սկսեցի արտադրողներ փնտրել, համագործակցություններ փնտրել ու այդպես Ես կարծում եմ մենք խորագիր պետք է ունենանք կարանտինի դրական կողմերը։ Ինչքան ստեղծագործություններ են ծնվել կարանտինի ժամանակ, ինչքան բիզնեսի իդեաներ։ Փաստորեն այս միտքը եւս կարանտինի շրջանում է։ Փնտրեցիք, գտաք, սկսեցիք աշխատել, շուկան մեծ է արդյոք, մեծ չէ նեոնային լույսերի արտադրություն, ավելի հասկանալի բացատրենք մեր հեռուստադիտողներին, մրցակցություն եւ այլն, խնդրեմ։ Ի սկզբանե շուկան շատ փոքր է եղել եւ մենք մեր վրա, այսպես ասած, պարտք ենք համարել մեզ համար շուկան քիչ-քիչ մեծացնել, ավելի ուսումնական բլոկ թելադրելով, ավելի թրենդներ մտցնելով շուկայում, քանի որ կոնկրետ իմ ոլորտը ավելի նիշային ոլորտ է ու արտաքին գովազդի մեջ է ներառված, շատ դժվար էր մարդկանց բացատրելը, որ նեոնային լույսը եւս կարող է իր նշանակությունը ունենալ բիզնես լոկացիաներում, նաեւ մարդկանց ինչ որ բնակարաններում, սենյակներում եւ այլն, այսինքն ի սկզբանե մրցակցությունը շատ քիչ է եղել եւ ես ինքս շատ, այսպես ասած, շուկան չեմ ուսումնասիրել եւ շատ արագ եմ այդ որոշումը կայացրել, թերևս որ շատ եւ ավելի շատ անալիզներ անեի, այդքան արագ չէի մուտք գործի եւ ի սկզբանե սկսեի արտաքին գովազդից, այլ ոչ թե հենց նեոնային լույսերից, բայց այս պահին թե արտաքին գովազդ ենք պատրաստում, թե նեոնային լույսեր։ Եթե շատ երկար մտածել այնքան է օգտակար չէ փաստորեն այս պարագայում։ Իմպուլսիվ գործողությունները հիմա փաստորեն գնահատական տվեցիք, եթե երկար մտածեք, մի փոքր այլ կերպ կլիներ, բայց այնուամենայնիվ ինչ գնահատական եք տալիս անցած ճանապարհին այս պահի դերությամբ, թեկուզ եւ իմպուլսիվ էր։ Ես բավականին գոհ եմ իմ այս անցած ճանապարհից, նույնիսկ անցած տարի սկսեցինք Արաբական Միացյալ Էմիրության շուկայի վրա աշխատել ու դա էլ շատ արագ ստացվեց։ Նույնիսկ հիմա այն խոչընդոտները, որ ես հիմա տեսնում եմ կոնկրետ այն շուկայում, որտեղ որ մրցակցությունը շատ մեծ է, շուկան էլ ահռելի է, մտածում եմ, որ միգուցե եւ եթե շատ երկար մտածելու լինեի, հաստատ բիզնեսս միջազգայնացած չէի դարձնի, բայց վախերը շատ մեծ են, բայց իմ սկզբունքներից մեկը եսի իջացնի, այսինքն ամեն ինչ որ մտածում եմ, տեղում եմ անում, դրա համար շատ բաներ հենց ի սկզբանե է տեղի ունենում, իմպուլսիվ, ինչպես դուք նշեցիք, որից իրականում հետո շատ գոհ եմ լինում։ Այստեղ եւ հիմա մեր հյուրերից մեկն էլ հուշեց, եթե 24 ժամ անցնում է իդեայի, ապա հետո չես իրագործում։ Եթե լավ գաղափարը 24 ժամ ապրում է ու որևէ քայլ չես ձեռնարկում այն իրականության վերածել, ուրեմն դու թաղում ես այդ գաղափարը, այդպիսի արտահայտություն։ Եվս մի բան ավելացնեմ, որ 24 ժամից հետո այդ մտքերը նաև շատ ապուշ մտքեր են մեզ համար նաև մտածում, ոնց ճիշտ բացատրեմ, բայց մտածում ենք, որ շատ ապուշ մտքեր են եւ պետք չէ իրագործել դրանց։ Այո, ապուշ մտքեր։ 24 ժամը որն է, քանի տարի է անցել, ուրեմն մի քանի ժամանակ առաջ մտածում ինչ անեմ, սննդի կետ, բայց ինչ սննդի կետ է, այսպես մտածում սպասի, ծվածեղ ուտում են բոլորը, գրեթե ամեն օր, ծվածեղը ունի շատ տարատեսակներ եւ այլն, մի հատ գործարար կնոջ հետ զրուցում ենք եւ այլն, այդ կիններն ինձ շատ լուրջ ընդունեց այդ ժամանակ, ցավոք սրտի, ինչքան ժամանակ ասում եմ, ինչ արեցիր այդ գաղափարդ,
ասում եմ, ես ուզում եմ բացել, տեսնեք, միայն մասնագիտացված Ձվածեղանոց։ հա, որ աշխատում է ցերեկային ժամին, այսինքն դա կլինեն օֆիսային ընդմիջումները եւ այլն, բայց որ մարդիկ ամբողջ քաղաքը իմանա, որ այստեղ կա լավագույն ձվածեղը առաքումով եւ այլն տարատեսակներով։ Ինչու է քո միտքը հիմա ուշին տալիս։ Այդ 24 ժամ հետո ինքը թված ինձ համար արդեն Իրականում շատ կարևոր է, որ նկատի ունենաք այն փաստը, որ նիշային ոլորտ ընտրելը շատ հետաքրքիր է, այսինքն եթե դուք կենտրոնացած եք միայն դրոշակներ պատրաստմամբ, դրանում հնարավորություններն եւս շատ մեծ են։ Իդեպ այստեղ շատ տենց պարադոքսալ երևույթ կա, որ մտածում են շուկան փոքր է, հետեւաբար այնտեղ խորանալը մի փոքր բարդ է, բայց այդ ամեն ինչը կախված է նաեւ ձեր մատուցումից, եթե դուք ներկայացնեք, որ ձունը աշխարհի ամենալավ մթերքն է եւ ձեզ տալիս է ինչ-որ վիտամիններ կամ սպիտակուցներ օրվա ընթացքում, ու դուք կարող եք շատ առույգ լինել օրվա ընթացքում, այդ ամեն ինչը լուրջ բրենդավորման ու մատուցման հարց է իրականում։ Դուք կարող եք միայն ձու ձվի ինչ-որ ուտեսներ պատրաստելով դուք կարող եք հաջողության հասնել եւ այդպես դուք շատ ավելի հայտնի կլինեք, եթե նախաճաշեր վաճառեք։ Նախաճաշերի վաճառք, ձվի, այո, նիշայով միանշանակ հաջողության կարող եք հասնել։ Ես այդքան էլ սխալ Որը չես թաղել այդ Ես իրոք այդքան էլ սխալ չէ։ Կարելի է նախ մեծ PR կամպանիա ստեղծել ձվածեղի հետ կապված եւ այն ամենի, ինչը նախաճաշի եւ ճաշի ընթացքում ձվի օգտագործման հետ է կապված եւ հետո հաջողել մասնագետնել ասեց մարդը բիզնեսը կա։ Հրաշալի է։ Ամեն ինչ կանենք, որպեսզի Ժակը կյանքի կոչի։ Ձվածեղի։ Դա պետք է անեք 24 ժամի ընթացքում։ 3 տարի մեկից ես տեսնում ինչ արեցին են ձվածեղի։ Ես ինքս Մենք ևս մոռացել եմ։ ավելացանք հարցնողների թվում։ Հրաշալի, անդրադառնանք ձեր բիզնեսին, Անեոն։ Պատվերները անհատների կողմից են, ընկերների կողմից են, թե ընդունում եք պատվերներ բոլորի կողմից։ Բոլորի կողմից կարճ ասած։ Գունային առումով նաև սահմանափակումներ կան, չկան, ձևի, գույնի եւ այլն։ Իրականում գունային սահմանափակումներ որոշակի տեսանկյունից կա, կախված ապրանքատեսակից, բայց երբ որ տեսնում ենք, որ տվյալ ընկերությունը կամ տվյալ անձը ցանկանում է ինչ-որ կոնկրետ երանգով, փորձում ենք այլ ապրանքատեսակ առաջարկել, ինչի ճկունությունը եւս ունենք։ Այսինքն այդ մասով համոզելու ճկունություն ունեք այս բառը։ Ոչ միայն վաճառելու հմտություններ, նաև ապրանքատեսակներ այլ ապրանքներ առհասարակ։ Իսկ իսկ ճկունության մեջ տեղավորվում է, օրինակ նեոնային լույսեր միայն հենց ֆիզիկապես լույսը նկատի ունեք, թե օրինակ պատվեր կարող է լինել յուրահատուկ, այսինքն դուք ունեք մասնագետներ, որոնք պատրաստեն ինչ-որ գրվածք, չգիտեմ, տարբեր բաներ։ Մեր պատվերի 90%-ը անհատական պատվերի հիման վրա է, այսինքն եթե դուք ուզենաք zoo.com կամ zoo.am պատվիրել, այդպես մենք թե տարատեսակն ենք ձեզ առաջարկում, թե գալիս ենք անվճար չափագրում ու խորհրդատվություն ենք տրամադրում, այսինքն ընդհանրապես խնդիր չկա մեզ։ Ձվիկ այս դեպքում երևի։ Շարունակենք թեման, Անի, երբ միտքը ունեցաք, որոշեցիք, որ պետք է արդեն դարձնեք իրականություն, ովքեր ձեզ աջակցեցին, ովքեր ձեզ չհավատացին, որոնց հիմա ասում եք, տեսար, ինչ արեցի։ Դե նորմալ բան եք արել, այնպես չի եղել, որ տեսնեք ովքեր էին, որ հիմա բարևենք։ Լավ, որ տեսնենք։ Իրականում ավելի շատ էին չաջակցողները, քան աջակցողները։ Նույնիսկ հարազատների շրջանակներում շատերը ասում էին, որ ես պատրաստ չեմ եւ ավելի լավ է դա չանեմ։ Դասերով զբաղվիր աղջիկ ջան։ Կամ էլ գնա հասանելի կազմակերպ։ Բայց իրականում ես բնավորությամբ մի քիչ ինքնասածի եմ, դա զուտ գեներով է փոխանցվել ու ես այն ամենին որոշեցի փորձեմ։ Ինձ համար փորձելը շատ ավելի կարևոր է, քան չանել ու այդպես էլ չիմանալ թե ինչ եղավ, ինչ կարա լիներ ավելի ճիշտ։ Հիմա զարգացման դինամիկան ընկերության ինչ վիճակում է գտնվում, ինչ ծրագրեր կան, հասկացանք Արաբական Միացյալ Էմիրությունները, իսկ եթե այդ շուկայում սկսեք աշխատել ուժ եւ ռեսուրս կմնա հայկական շուկայում պահել գոնե այն ինչ որ ստեղծել եք։ Իրականում բավականին հետաքրքիր հարց է, որովհետեւ մարդկային էներգիան ու ռեսուրսները մի փոքր բարդ է բաշխել մի քանի ճյուղավորվածությամբ ու քանի որ դեռևս օպերացիոն հարցերով նաեւ ես եմ զբաղվում, շատ դժվար է հասկանալ քո ուղեղը որտեղ է գտնվում այստեղ, թե օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ։ Ես անձամբ այս պահին իմ թիմի հետ մտադրված ենք վաճառքները մեծացնել, ըստ այդմ նաեւ արտադրամասի հետ կապված հարցերը լուծել շատ ավելի արագ, այսինքն մեծացնել ընդհանուր թե տարածքային թե ռեսուրսային տեսանկյունից եւ արդեն որպես երկրորդ քայլ պատկերացնում ենք ավելի մեծ մարքեթփլեյսերի մոտ գործում, ավելի շատ կայքերում ներկայացություն ունենալ, ինչպես նաեւ այլ երկրներում եւս վաճառքներ իրականացնել։ Իսկ գլոբալ առումով նեոնային լույսերի ապագան ինչպիսին է լինելու։
Շատերը կարծում են, որ նեոնային լույսերը տրենդ է եւ անցնելու է եւ բոլորը մոռանալու են, բայց իրականում այս պահին ունենք փաստ, որ նեոնային լույսերը դարձել են ինտերիեր դիզայնի մի մաս եւ շատ բիզնեսներ, լոկացիաներ չեն պատկերացնում իրենց լոկացիան առանց այդ գրվածքների կամ առանց այդ առաջխաղացման գործիքի, իրականում դա հենց այդպես է դարձել է արտաքին գովազդի մի մաս, այնպես որ ես այս պահին մտադրված եմ շուկան ավելի մեծացնել նորարարություններ մտցնելով, չինական շատ հետաքրքիր իդեաները նաև այստեղ իրագործել եմ, որովհետև այնուամենայնիվ ռեսուրսը հումքը գալիս է Չինաստանից, ընդհանրապես պետք է այնտեղից բերել ու այստեղ նաև մատուցել տարբեր ընկերությունների, հիմնականում դա այսքան շուկան մեծացել նորարարություններով, տարբեր նորություններով եւ այլն։ Նեոնային լույսերը շարունակում են մնալ տրենդային, վառ օրինակը եւ ապացույցը ամենաթրենդային առաջին ծրագրի ամենաթրենդային տաղավարը, որտեղ եւս օգտագործված են այո նեոնային լույսեր։ Ավելին, նաեւ իմ մահճը Էլի անձնական պատմություն են, մենք որ գնեցինք մահճակալ, այդ ֆունկցիան իհարկե պարտադիր չէր մեզ Պոստորեն Բայց մենք ունենք հնարավորություն տոնական օրեր կազմակերպելու եւ նեոնային լույսերը գույներ ընտրելու եւ այլն ըստ անհրաժեշտության օգտագործելու Շատ լավ, նեոն, այստեղ ան ձեր անունն է օգտագործված կամ իմ անունը տարբերություն չկա Շատ լավ, իսկ այստեղ եւ Միացյալ Նահանգներում եւ այլուր նույն անունով եք գործում շուկա Այստեղ նաև մեր տարբերանշանը գրանցված է ու մյուս բոլոր տեղերում նաև հանդես են գալիս մեր Այսինքն հեղինակային իրավունքների խախտում լինել չի կարող։ Օրենքի ամբողջ ուժով կպատժվի։ Ձեր գործիքակազմը այս փուլում այսքանով հաջողելու որն է եղել։ Կրթություն ստացել եք հայկական Երևանի պետական համալսարանի տնտեսագիտություն։ Այո, վերջին շրջանում մարդիկ մտածում են հատկապես երիտասարդությունը, եթե դա ամերիկյան համալսարանի որևէ ճյուղ չէ, ուրեմն վերջ չի ստացվի առաջխաղացում ունենալ, այստեղի ստացած գիտելիքները պարտադիր են մեր օրերում եւ այլն։ Մայր բուհը մնում է մայր բուհ, բայց անհատական որակներ եւ կրթություն այս բալանսը ոնց է ձեզ մոտ եւ ինչ կխորհուրդ կտաք երիտասարդների, ավելի երիտասարդների։ Իրականում միֆ կա, որ համալսարանական կրթությունը ընդհանրապես պետք չէ կամ ընդհանրապես անիմաստ երևույթ է, բայց ես ինքս միջև մագիստրատուրայի կրթություն ստացել եմ ու բնականաբար հակառակը կպնդեմ, որ այնուամենայնիվ համալսարանը շատ սովորույթներ ու բնավորություն է թելադրում մարդկանց մեջ ու բավականին շատ են տարբերվում երիտասարդները, ովքեր համալսարանական կրթություն են ստացել եւ նրանք ովքեր չեն ստացել։ Չեմ ասի, որ 100% իմ գիտելիքները ամբողջությամբ համալսարանական են։ Բնականաբար մինչեւ հիմա ես համալսարանում գտնվող մեր դասախոսներին իրենց հետ վիճում եմ, որ շատ առարկաներ կային, որ մենք անիմաստ ենք սովորել ինձ համար այնոնիվ անիմաստ ենք սովորել եւ դրա փոխարեն կարող ենք շատ ավելի, չգիտեմ, ֆինանսական գրագիտության կամ բիզնեսի ավելի խոր գիտելիքներ ուսումնասիրենք, այնուամենայնիվ իմ գործունեության մեջ իր ներուժը ունեցել է համալսարանը, թե դասախոսական կազմով, թե այն վստահությամբ, որ տվել է ինձ համալսարանը, այն բոլոր բնավորության գծերը, որ ստացել եմ համալսարանից, բայց այնուամենայնիվ ոչ ֆորմալ կրթությունը եւս կարևորում եմ եւ մասնակցել եմ տարբեր թե ռուսական, թե հայկական, թե միջազգային այլ դասընթացներին եւ դրանք շատ ավելի պրակտիկ գիտելիքներ են ինձ տվել, որոնք որ ես իմ բիզնեսում եմ օգտագործում։ Շնորհակալություն։ Կրթությունով անդադ կատարելագործվել բնականաբար պետք է հասկանային ոլորտում հաջողելու համար։ Այո։ Շնորհակալություն Անի, շնորհակալություն օրինակ ծառայելու համար բոլոր երիտասարդ աղջիկներին, ովքեր մտածում են, չգիտեմ, մանավանդ հայկական ընտանիքներում, որ մինչև 30-ից տարիքում կարող են ընտանիքին բեռ լինել, չէ, նրանք միշտ չեն մտածում, որ բեռ են։ 23 տարեկան է, արդեն կոտրել է կարծրատիպերը, արդեն բիզնեսում բավական 3 տարի արդեն կոտրել, հասկանում ես 20 տարեկանից Դեպի ես եմ 20 տարեկանից աշխատում։ Որքան գեղեցիկ շարադրանք, որքան Քանի տարեկանից ես աշխատում։ Արդեն մոռացել եմ։ Այնքան վաղուց է։ Ես աշխատում եմ, երևի կարելի ասել, եթե չհաշվենք այն կրպակային առևտրի փորձերը, որոնք մեր դարաշրջանում բոլոր ակտիվ մարդիկ փորձում էին ձեռնարկել, հանրային ռադիոից եթե ընդունենք աշխատում 1997 թվականից։
Դա մեզ ոչ ինչ ասես, քանի տարեկանից է։ Հաշվի։ Այո։ Մի րոպե, 97 թվական։ 45 տարեկան, չէ։ Ահա, դեռ չէ։ Հիմա տեսնենք մաթեմատիկական գիտեր։ 19 տարեկան։ Մոտավորապես ես էլ 10 տարեկանից եմ 19 տարեկանից։ Բոլորս նույն օրի ենք, աշխատում ենք։ Այո, աշխատում ենք, մեր փոխարեն ոչ ոք չի աշխատելու։ Շնորհակալություն, ակադեմիական կրթությունը կարևորում ենք, բացառիկ դեպքերում իհարկե տարբեր գործերի մեջ ստեղծագործական եւ ոչ միայն ներքին ջիղը ու տաղանդը շատ կարևոր է, բայց ամեն դեպքում կրթվել, ինքնակրթվել միշտ խրախուսվում է։ Այո, եւ նաեւ երիտասարդները vocation-չող աղբյուր են հանդիսանում, այդ արդեն կայացած լինելով որոշակի տարիքում, հետաքրքիր է տարբեր կուրսեր են, չէ՞, հիմա անընդհատ գովազդվում, չգիտեմ, մարքեթինգի հետ կապված, SMM-ի հետ կապված եւ այլնի հետ կապված դուք ձեր անձնական կուրսը եւ մոտիվացիոն ավելի երիտասարդ աղջիկների, ովքեր կարող են իրենց գաղափարները ռեալիզացնել այստեղ եւ հիմա տարբերակով, ինչպես դուք եւ կախվածություն չունենան ընտանիքից, սեփական բիզնեսի հիմնադրեն եւ հաջող իրենց գործում նման բան մտածել եք կուրսեր ունենալ եւ այլն թե գիտելիքները ձեզ եք պահում ամուր ամուր չեմ պահում, որովհետև մարդկանց սովորեցնելով նաև ես եմ շատ մոտիվացվում եւ ինձ դա իրականում շատ է ուրախացնում, որ ինձ նման երիտասարդ մարդկանց եւ ոչ միայն երիտասարդ, այլ նաև տարիքով մեծ մարդկանց ես ամեն տարի մտածում եմ բիզնես պետք է ստեղծեմ։ Կարող է ինձ ինչ անենք, որ vocation չէ, ձվածեղի բիզնեսը ակտուալ է, կարող է շարունակել։ Ոչ միայն ջահելներին։ Իրականում մինչ այս շատ հրավերներ եմ ընդունել եւ շատ երիտասարդների եմ կարծում եմ մոտիվացրել։ Ես ինքս անձնական դասընթացներ չունեմ, որովհետև այնուամենայնիվ չեմ կարծում, որ այս պահին ճիշտ տեղին է մի հատ ամբողջական ինչ-որ դասընթաց թողարկել, դրա համար դեռ շատ բան կա սովորելու ու այդ ամեն ինչը նաև մարսելու, որպեսզի ես կարողանամ 40-ում կանեք։ Հա, այս պահին հաստատ չէ։ Փող աշխատելու։ Կայացած մարդիկ նաև համեստ են։ Իմ կայսրությունը ստեղծեք, այո, խելացի եւ կայացած մարդիկ իհարկե համեստ են, բայց խելացի եւ կայացած մարդիկ ռոզեից չեն հրաժարվում։ Երբևէ։ Իջևանի գինու կոնյակի գործանի կողմից ռոզե։ Նրանք նաեւ սուրճ են խմում, արքա սուրճ։ Հերթական նեոնային պատվերն ընդունելիս, այո։ Եվ Step Group-ն էլ դիզայնի հարցում կօգնի, եթե վերանորոգում լինի տարածքի, բնակարանի, տան, մի խոսքով որևէ տարածքի, որտեղ միջավայր ուզում եք փոփոխության ենթարկեք։ Բարեկամներ, մեր հյուրը երիտասարդ գործարար, հրաշալի անձնավորություն Անիներ մի րոպե ձեր ազգանունը ուրե Մախսուդյանը Անին։ Ոսկեպարից։ Այո, Ոսկեպարից յուրահատուկ բնավորությամբ մարդով շարունակում է ճանապարհ հարթել եւ գրավել նեոնային աշխարհը։ Ես մեր տան համար իմ սենյակի կպատվիրեմ Անի Դաշյան նեոնային։ Գույն էսակը որոշեմ։ Հենց մոռանաս դու ով ես, այսպես։ Ես չեմ մոռանա։ Ավելի ավելի vocation չեմ անդադ Անն ազգանունս տեսնելը։ Ուղի եթերում մենք կարող ենք այդ ամեն ինչը նվերը որպես դες համար պատրաստ։ Շնորհակալություն, տես, այդ էի ուզում։ Պիտի ասես։ Այդ դա պետք է եթերում ասեք։ Շնորհակալ եմ, շատ։ Սիրելի բարեկամներ, մենք խոստանում ենք ձեզ փոքրիկ լուսանկարներով, այսպես ռեպորտաժ Անի Դաշյանի ննջարանից, որտեղ երևում է Անի Դաշյան, եւ դա անեոնի աշխատանքը կլինի հրաշալի գովազդային Հրաշալի է, շնորհակալություն, վերադառնում ենք քիչ անց։